Մարկոս 14-րդ գլուխ։ 2 օր հետո Զատկի և Բաղարջակերած տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները հնար էին փնտրում, թե Հիսուսին նենգությամբ ինչպես ձերբակալեն և սպանեն, բայց ասում էին. Ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի։ Մինչ Հիսուսը Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որն իր հետ ուներ նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղի մի շիշ։ Շիշը կոտրելով նա յուղը թափեց Հիսուսի գլխին։ Աշակերտները դժկամում էին և ասում. Ինչի համար էր այդ յուղի վատնումը։ Կարելի էր այդ յուղը վաճառել ավելի քան 300 դահեկանի և տալ աղքատներին։ Եվ սկսեցին խիստ բարկանալ կնոջ վրա։ Հիսուսը նրանց ասաց. Թողեք նրան, ինչու եք անհանգստություն պատճառում, քանի որ նա ինձ համար մի բարի գործ արեց։ Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք և երբ ուզենաք կարող եք բարիք անել նրանց, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Այս կինն ինչ որ կարող էր արեց, նա խորոկոծեց իմ մարմինը ի նշան թաղման պատրաստության։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ամբողջ աշխարհում որտեղ էր որ քարոզվի այս ավետարանը, նրա հիշատակի համար կպատմվի նաև այն, ինչ նա արեց։ Ապա Հուդա Իսկարիովտացին, 12-ից մեկը, գնաց քահանայապետների մոտ, որպեսզի Հիսուսին մատնի նրանց։ Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան դրամ տալ նրան, և Հուդան հարմար առիթ էր փնտրում Հիսուսին մատնելու համար։ Բաղարջակերած տոնի առաջին օրը, երբ զատկական գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. Որտեղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը։ Գնանք պատրաստենք։ Հիսուսն աշակերտներից երկուսին ուղարկեց նրանց ասելով. Կգնաք քաղաք, և երբ այնտեղ մտնեք, ձեզ մի մարդ կհանդիպի, որ ուսին ջրի մի սափոր կունենա։ Կգնաք նրա հետևից։ Որ տունը մտնի, այդ տանտիրոջը կասեք. Վարդապետն ասում է, որտեղ է այն օթևանը, որտեղ իմ աշակերտների հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը։ Եվ նա ձեզ ցույց կտա զարդարված մի մեծ վերնատուն։ Այնտեղ կպատրաստեք մեզ համար։ Նրա աշակերտները գնացին պատրաստելու, եկան քաղաք և գտան այնպես, ինչպես Հիսուսն ասել էր իրենց, և պատրաստեցին զատկական ընթրիքը։ Երբ երեկո եղավ, Հիսուսը եկավ 12-ի հետ։ Երբ սեղան էին նստել և դեռ ուտում էին, Հիսուսն ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը, ով հիմա ինձ հետ ուտում է, մատնելու է ինձ։ Նրանք սկսեցին տրտմել և մեկ առ մեկ հարցնել. Միթե ես եմ։ Եվ մյուսը. Միթե ես եմ։ Հիսուսը պատասխան տվեց և նրանց ասաց. 12-ից հետո մեկը, որ ձեռքն ինձ հետ բնակի մեջ մտցրեց։ Ճիշտ է, մարդու որդին կգնա, ինչպես որ նրա մասին ասում է Սուրբ Գիրքը, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մարդու որդին կմատնվի։ Լավ կլիներ այդ մարդու համար, եթե ծնված իսկ չլիներ։ Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցնելով օրհնեց, կտրեց, տվեց նրանց և ասաց. Առեք, այս է իմ մարմինը։ Ապա բաժակը վերցնելով գոհություն հայտնեց, տվեց նրանց և բոլորն էլ նրանից խմեցին։ Հիսուսն ասաց նրանց. Այս է նոր ուխտի իմ այրունը, որ թափվում է շատերի համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որդյատունքի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ կխմեմ նորը Աստծու արքայության մեջ։ Ապա գոհություն մատուցելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։ Հիսուսը նրանց ասաց. Այս գիշեր ամենքդ էլ գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև Սուրբ Գիրքն ասում է. Պիտի հարվածեմ հովվին և ոչխարները պիտի ցրվեն։ Բայց հարություն առնելուց հետո ձեզնից առաջ Գալիլեա պիտի գնամ։ Պետրոսը խոսեց և ասաց նրան. Եթե բոլորն էլ գայթակղվեն, ես չեմ գայթակղվի։ Հիսուսը նրան ասաց. Ճշմարիտ եմ ասում քեզ, որ հենց դու այս գիշեր դեռակաղաղը չկանչած 3 անգամ կուրանաս ինձ։ Իսկ Պետրոսն ավելի ու ավելի էր պնդում և ասում. Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ մեռնել անգամ, քեզ չեմ ուրանա։ Եվ բոլորն էլ նույնն էին ասում։ Եկան այն այգին, որ Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն աշակերտներին ասաց. Նստեք այստեղ մինչև աղոթեմ։ Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին, սկսեց տխրել ու տագնապել, այն ժամանակ նրանց ասաց. Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է։ Մնացեք այստեղ և արթուն կացեք։ Ապա փոքրինչ առաջ գնալով երեսնիվայր գետնին ընկավ և աղոթում էր,
որ եթե հնարավոր է այդ ժամն իրենից հեռանա։ Ասում էր. Աբբա, հայր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է։ Այս բաժակը հեռացրու ինձնից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում։ Ապա Հիսուսը եկավ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. Սիմոն, ննջում ես։ Չկարողացար մեկ ժամ արթուն մնալ։ Արթուն կացեք եւ աղոթեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Նորից գնաց, աղոթք արեց եւ նույն խոսքերն ասաց։ Կրկին վերադարձավ եւ նրանց քնի մեջ գտավ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին եւ չէին իմանում, թե ինչ պատասխան տան նրան։ Երրորդ անգամ եկավ եւ նրանց ասաց. Այսուհետև քնեք եւ հանգստացեք, քանի որ վաղճանը հասել է։ Եկավ ժամը, եւ ահա մարդու որդին մատնվում է մեղավորների ձեռքը։ Ան վեր կացեք գնանք, որովհետեւ ահա մոտեցավ նա, ով ինձ մատնելու է։ Մինչ Հիսուսը խոսում էր այս բաները, եկավ Հուդա Իսկարիովտացին, 12-ից մեկը։ Նրա հետ սրերով ու մահակներով զինված մի ամբոխ ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։ Մատնիչը նրանց նշան էր տվել, ասելով. Ում համբուրեմ նա է, ձերբակալեք նրան եւ զգուշության տարեք։ Հուդան իսկույն մոտենալով նրան ասաց. Ռաբբի, Ռաբբի, եւ համբուրեց նրան։ Նրանք բռնեցին Հիսուսին եւ ձերբակալեցին նրան։ Ապա նրա շուրջը գտնվողներից մեկը սուրը քաշեց եւ զարկեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա ականջը։ Հիսուսը խոսքն ուղեց նրանց եւ ասաց. Իմ դեմ եք ելել սրերով ու մահակներով որպես ավազակի, որ ինձ ձերբակալեք։ Միշտ ձեզ մոտ էի եւ ուսուցանում էի տաճարում, եւ ինձ չձերբակալեցիք։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի մարգարեների գրվածքները կատարվեն։ Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան։ Մի երիտասարդ գնում էր նրա հետևից, իր մերկ մարմնի վրա սավան գցած։ Երիտասարդները նրան բռնեցին, բայց նա, թողնելով սավանը, մերկ փախավ նրանցից։ Հիսուսին տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ սկսեցին հավաքվել բոլոր քահանայապետները, դպիրներն ու ծերերը։ Պետրոսը հեռվից Հիսուսին հետևելով մտավ մինչև անգամ ներս, քահանայապետի գավիթը։ Նա նստած էր սպասավորների հետ ու տաքանում էր կրակի առջև։ Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ որևէ վկայություն էին փնտրում, որպեսզի նրան սպանեն, բայց չէին գտնում։ Շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ, բայց վկայություններն իրար չէին համապատասխանում։ Ոմանք վեր կենալով նրա դեմ սուտ վկայություն էին տալիս եւ ասում. Մենք լսեցինք նրանից, որ ասում էր. Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը եւ 3 օրում կկառուցեմ մեկ ուրիշը, անձեռակերտ։ Սակայն այսպես էլ նրանց վկայությունը նույնանման չէր։ Ապա քահանայապետը մեջտեղում կանգնելով Հիսուսին հարց տվեց ու ասաց. Ոչինչ չես պատասխանում, նրանք այսինչ են վկայում քո դեմ։ Իսկ նա լուռ էր մնում եւ որևէ պատասխան չէր տալիս։ Քահանայապետը կրկին հարց տվեց նրան եւ ասաց. Դու ես Քրիստոսը, օրհնյալ Աստծու որդին։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրան. Այո, ինչպես ասացիր, ես եմ։ Եվ պիտի տեսնեք մարդու որդուն նստած ամենազոր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերով։ Քահանայապետն իսկույն պատռեց իր պատմուճանը եւ ասաց. Էլ ինչ պետք ունենք վկաների։ Ահա ամենքդ էլ նրա բերանից լսեցիք հայհոյությունը։ Ձեզ ինչպես է թվում։ Բոլորն էլ դատապարտեցին նրան, վճռելով, որ մահապարտ է։ Ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորը գլխին քաշել, բռունցքներով խփել եւ ասել. Մարգարեացիր մեզ, ով դու Քրիստոս, այն ով է, որ քեզ խփեց։ Սպասավորներն էլ ապտակում էին նրան։ Մինչ Պետրոսը դեռ ներքևում էր գավթում, քահանայապետի աղախիններից մեկը եկավ եւ տեսավ, որ նա տաքանում էր, ուշադիր նայեց նրան եւ ասաց. Դու էլ ես Հիսուս Նազովրեցու հետ։ Պետրոսն ուրացավ եւ ասաց. Ոչ ճանաչում եմ, ոչ էլ գիտեմ ինչ ես ասում դու։ Երբ նա արտաքին գավիթը ելավ, աքաղաղը կանչեց։ Աղախինը կրկին տեսավ նրան եւ սկսեց իր շուրջը գտնվողներին ասել. Սա էլ է նրանցից։ Բայց Պետրոսը դարձյալ ուրացավ։ Քիչ անց շուրջը գտնվողները դարձյալ ասացին Պետրոսին. Իրոք դու նրանցից ես, քանի որ գալիլեացի ես։
եւ խոսքդ էլ նրանց նման է։ Պետրոսն սկսեց նզովել, երդվել եւ ասել. Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խոսում եք։ Եվ հենց նույն ժամին ակաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն. Ակաղաղը դեռ 2 անգամ չկանչած, դու 3 անգամ կուրանաս ինձ։ Եվ սկսեց լաց լինել։